Այս փաստաթղթի ստորագրումով Հայաստանը կունենա ստանդարտացման և չափագիտական ժամանակակից սարքավորումներով հագեցած 4 լաբորատորիա։ Մեր երկրում որակի ենթակառուցվածքների զարգացման նպատակով Եվրամիությունը 4 միլիոն եվրո է հատկացրել։ Միջազգային շուկայում որակյալ արտադրանքով ներկայանալու համար Հայաստանը միջազգային հավաստագիր տրամադրող լաբորատորիաների կարիք ունի, ասում է էկոնոմիկայի նախարարը։ Այսօր Հայաստանում անհրաժեշտ լաբորատոր հզորությունների բացակայության պատճառով մենք չենք կարողանում վստահելի փաստաթղթեր տրամադրել մեր օտարերկրյա արտաքին գործընկերներին, առևտրային գործընկերներին։ Նոր լաբորատորիաների տրամադրած հավաստագրերով հնարավոր կլինի ավելացնել եվրոպական երկրների հետ առևտրաշրջանառությունը։ Հայաստանի որակի ենթակառուցվածքների զարգացման նպատակով ևս 100,000 եվրո կներդնի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը։ Բացի լաբորատորիաների կառուցումից ու սարքավորումներից, նաև մասնագիտական աջակցություն կտրամադրվի։ Ինդոն վստահաբար ունի այն փորձը տեխնիկական գիտելիքը, որը որ այլ երկրներում նույնպես իրականացվել է եւ տվել են առանց կեղծամերձության բավական լավ արդյունքներ։ Չափագիտության ռազմավարությունը կառավարությունն ընդունել է 2020-ին։ Հաստատվել է Հայաստանի լաբորատորիաները պետք է ճանաչելի լինեն միջազգային շուկայում։ Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում արդեն հիմնվել է 2 նոր լաբորատորիա։ Մեկը արդեն տեղական հավատարմագրում ստացել է, դա ջերմային եւ ֆիզիկա-քիմիական մեծությունների դրամաչափարկման լաբորատորիան է, երկրորդ լաբորատորիան գտնվում է հավատարմագրման ընթացքում։ Ընդհանուր առմամբ Հայաստանը կունենա միջազգայինորեն ճանաչված 6 լաբորատորիա, դրանից հետո միայն Հայաստանում տրված հավաստագրերը միջազգային ճանաչում կստանան։